Հավատաք թե ոչ, բայց հարյուրամյակներ առաջ մարդիկ կարծում էին, որ բնությունը մեզ թողել է գաղտնի կոտ։ Նրանք ասում էին, եթե ուտելիքը նման է օրգանին, ապա այն բուժում է հենց այդ օրգանը։ Պատրաստվեք ցնցվելու։ Գիտությունը հաստատել է, որ նրանք ճիշտ էին։ Ահա ընկույզը։ Այն կատարյալ նման է մեր ուղեղին։ Մեր ուղեղը 60%-ով ճարպ է, եւ նրա կառուցվածքի համար պետք է ճարպ։ Ընկույզը մեզ տալիս է հենց այդ ճարպը, օմեգա 3-ը։ Այն ուղղակիորեն դառնում է մեր նյարդային բջիջների պատերի շինանյութը։ Սա ոչ թե օգուտ է, այլ կառուցվածքային անհրաժեշտություն։ Հիմա լոլիկը։ Կտրեք լոլիկը եւ կտեսնեք, թե որքան նման է այն սրտի կառուցվածքին։ Լոլիկը լցված է լիկոպինով։ Մեր սիրտը վնասվում է, երբ զարկերակները այսպես ասված ժանգոտվում են։ Լիկոպինը հզոր զենք է, որը կանխում է այդ ժանգոտումը։ Լիկոպինը լավագույնս ներծծվում է, երբ դուք լոլիկը եփում եք։ Եփած լոլիկը ավելի լավ է պաշտպանում սիրտը, քան հում լոլիկը։ Գազարը կտրած վիճակում շատ նման է աչքի։ Նրա բետա-կարոտինը կենսական նշանակություն ունի գիշերային տեսողության համար։ Առանց դրա աչքը չի կարող տեսնել։ Խաղողի ողկույզը շատ նման է թոքերի ալվեոլներին։ Դրա ռեսվերատրոլը պայքարում է թոքերը քայքայող բորբոքման դեմ։ Նեխուրի ցողունները երկար ուղիղ ոսկորների պես են։ Դրանք լի են կալցիումով եւ մագնեզիումով, որոնք ամրացնում են ձեր ոսկորների կառուցվածքը։ Սոխի շերտերը հիշեցնում են մեր բջիջների կառուցվածքը։ Դրանք ունեն ուժեղ նյութեր, որոնք պաշտպանում են մեր բջիջները քրոնիկ վնասներից։ Լոբին կրկնօրինակում է երիկամների ձևը։ Այն կարգավորում է ճնշումը, թեթևացնելով երիկամների աշխատանքը։ Կարմիր գինին նման է արյան։ Դրա միջի ռեսվերատրոլը նոսրացնում է արյունը եւ կարգավորում զարկերակները։ Այսպիսով, գաղտնիքը ձևը չէ, այլ մոլեկուլային պատճառականությունը։ Բնությունը պատահաբար, բայց իդեալականորեն ընտրել է ամենահզոր պաշտպանները՝ հակաօքսիդանտները, մեր ամենալարված օրգանների համար։ Երեք այն, ինչը նման է ձեզ, քանի որ այն ստեղծված է ձեզ համար։ Աշխարհի բնակչության շուրջ 2 միլիարդ մարդ խուսափում է խոզի մսից։ Դա պարզապես ավանդույթ է, թե այս հնագույն արգելքում թաքնված է ֆիզիկական եւ հոգեվոր գաղտնիք։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչու է խոզի միսը համարվում տաբու, սկսած աստվածաշնչյան արգելքներից, մինչև այն, թե ինչպես է այն ազդում մեր մարմնի էներգետիկ դաշտի վրա։ Նախ կա ֆիզիկական ռիսկը։ Խոզերը պաթոգենների հիմնական կրողներն են։ Ամենահայտնին տրիխինելոզի որդն է, որի թրթուրները մտնում են մկանային հյուսվածք։ Մսի սխալ եփումը կարող է առաջացնել ծանր հիվանդություն։ Ավելին, խոզի լյարդը հեպատիտ E վիրուսի հիմնական փոխանցողն է, որը վտանգավոր է լյարդի համար։ Եվ վերջապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերամշակված խոզի միսը դասակարգել է որպես առաջին խմբի քաղցկեղածին, այն կապելով կոլորեկտալ քաղցկեղի ռիսկի հետ, բայց արգելքը մարսողության մասին չէ, դա հոգևոր հրահանգ է։ Բուդդայականության եւ իսլամի մեջ խոզը համարվում է ծիսականորեն անմաքուր, հարամ։ Մուսուլմանները նույնպես ընդունեցին այս արգելքը, բայց ինչ սիմվոլիկ նշանակություն ունի խոզը Աստվածաշնչում։ Հիշում եք գերասացու դևերի պատմությունը։ Հիսուսը դևերի լեգեոնին թույլ է տալիս մտնել մի երամակ խոզերի մեջ, որոնք անմիջապես ինքնասպան են լինում, ընկնելով ծովը։ Խոզերի ընտրությունը պատահական չէր, քանի որ խոզերը ծիսականորեն արդեն անմաքուր էին, դրանք հարմար անոթ էին դևերի համար։ Այս գործողությունը ցույց տվեց դևերի ոչնչացնող բնույթը։ Աստորեն սա մաքրում էր ոչ միայն մարդուց, այլև հողից։ Յոգայում եւ հոլիստիկ փիլիսոփայության մեջ խոզի մսից հրաժարվում են բոլորովին այլ պատճառով՝ էներգիայի պահպանման համար։ Յոգայի ahimsa սկզբունքը թելադրում է նվազագույնի հասցնել բռնությունը։ Ավելին, հոգևոր ուսուցիչները նշում են, որ խոզը ավելի բարձր գիտակցություն ունեցող կենդանի է։ Սպանդի ծայրահեղ ստրեսի պահին կենդանին արտազատում է վախի հորմոններ, մասնավորապես ադրենալին եւ կորտիզոլ։ Ստրեսային այս բիոքիմիական մնացորդը պահպանվում է մսի մեջ։ Ըստ հոլիստիկ մոտեցման, ուտելով այս տառապանքի էներգիան, մենք խթանում ենք մեր սեփական գիտակցության պարզությունն ու
ներքին հավասարակշռությունը։ Այսպիսով, խոզի մսի արգելքը եզակի է։ Այն միավորում է կլինիկական զգուշությունը, հոգևոր հնազանդությունը և գիտակցության պահպանման էներգետիկ պահանջը։ Ձեր մարմինը և էներգիան ձեր տաճարն են, դա ձեր ընտրությունն է, բայց այժմ դուք գիտեք ամբողջ պատմությունը, որպեսզի կատարեք գիտակցված ընտրություն։ Դուք գիտեք, որ ամեն ծխախոտ, որը դուք վառում եք, պարունակում է ռադիոակտիվ թունավորում։ Ես չեմ խոսում քիմիական նյութերի մասին, ես խոսում եմ ռադիացիայի մասին։ Սա ցնցող, բայց հաստատված փաստ է։ Ծխախոտի տերևները կլանում են պոլոնիում 210 եւ կապար 210 ռադիոակտիվ տարրեր։ Եվ դուք ներշնչում եք ծխախոտի կպչուն խեժը, դրանք թակարդում է ձեր թոքերի փոքր օթուղիներում։ Այս նյութերը կուտակվում են ձեր մարմնում տասնամյակներ շարունակ։ Ամեն ծխախոտով դուք ձեր թոքերը դարձնում եք ներքին ռադիոակտիվ թափոնների պահեստ, աստիճանաբար առաջացնելով ԴՆԹ-ի անդառնալի վնաս։ Սակայն ռադիացիան միայն սկիզբն է։ Ծխախոտի ծուխը ավելի քան 7000 քիմիական նյութերի մահացու կոկտեյլ է, որոնք կան առնետի թույնում եւ դիակները պահպանող հեղուկում։ Ավելին, այս թույները թողնում են մոլեկուլային հետք ձեր գեների վրա։ Եթե դուք ծխում եք, դուք ձեր երեխաներին եւ նույնիսկ թոռներին փոխանցում եք ծխելու կախվածության բարձր ռիսկ եւ քրոնիկ հիվանդությունների նախատրամադրվածություն, էպիգենետիկորեն։ Մասնավորապես, եթե հայրերը սկսել են ծխել մինչև 15 տարեկանը, նրանց սերունդների մոտ կտրուկ բարձրանում է ասթմայի եւ ճարպակալման ռիսկը։ Այս ամենի հետևանքը թվային է ու շատ դաժան։ Ծխելը ձեզնից գողանում է միջին հաշվով 10 տարի կյանքի տևողությունից։ Այն պատասխանատու է գլոբալ մակարդակով տարեկան 8 միլիոն մահվան համար։ Եվ եթե դուք կարծում եք, որ օրական միայն մեկ ծխախոտն անվտանգ է, ապա սխալվում եք։ Նույնիսկ օրական մեկ ծխախոտը զգալիորեն բարձրացնում է սրտի հիվանդությունների ռիսկը։ Բայց վնասը միայն ձերը չէ։ Ձեր կողքին գտնվողները, հատկապես ձեր ընտանիքի անդամները, пассив ծխից ստանում են սրտի հիվանդության ռիսկի 25-ից 30% ավելացում։ Դուք թունավորում եք նրանց առողջությունը առանց նրանց համաձայնության, եւ կա նաեւ բնապահպանական ճգնաժամը։ Ծխախոտի ֆիլտրերը, որոնք դուք դեն եք նետում, իրականում պլաստիկ են։ Դրանք աշխարհի ամենատարածված պլաստիկ աղբն են, որի տարեկան թիվը կազմում է 4.5 տրիլիոն։ Եթե դուք ծխում եք, դուք մենակ չեք ձեր պայքարում։ Ծխողների ավելի քան 85%-ը զղջում է, որ երբևէ սկսել է ծխել։ Մի հավատացեք այն միֆին, թե ծխելը հանգստացնում է նյարդերը։ Այն ընդհակառակը ստեղծում եւ պահպանում է տագնապը, ստիպելով ձեզ ապրել անընդհատ կախվածության շղթայում։ Ես ինքս եղել եմ այդ շղթայում։ Ես 8 տարի մշտական ծխող եմ եղել, օրը մոտ 2 տուփ, եւ թողել եմ 1 օրում իմ կյանքի ամենադժվարին ժամանակահատվածում։ Դա փորձ չէր, դա որոշում էր։ Դուք նույնպես կարող եք կայացնել այդ որոշումը։ Հիշեք, դուք ունեք այդ ուժը, որպեսզի վերցնեք ձեր կյանքի 10 տարիները, ձեր փողերը եւ ձեր առողջությունը եւ կոտրեք ծխելու ռիսկի ժառանգական փոխանցման շղթան։ Թողնելը հնարավոր է։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Դուք Արգամ բլոգում եք։ Լայքեր տեսանյութը, որպեսզի այս օգտակար ինֆորմացիան հնարավորինս մեծ տարածում գտնի։ Ինչպես նաեւ տեսանյութն ուղարկիր այն մարդկանց, ովքեր ծխում են եւ քեզ համար կարեւոր են։